Պարոն Բաբայան, ինչ էր կատարվում վերևում, ինչ որոշվեց, ինչ են քննում։ Ուրեմն վարույթը վերաբերվում է դեռևս մայիսին ընտրական հանցագործության արդիվ նախաձեռնված իրական վարույթի։ Մասնավորապես ընտրությունների ժամանակ բարեգործական արգելքին։ Այդ վարույթի մասին հանրային իրազեկում եղել է ժամանակին, ձայնագրություններ են ինչ-որ հրապարակվել եւ 3 ամիս անց Հակակառավարության կոմիտեն հանկարծ որոշեց, որ անհրաժեշտություն առաջացել պարոն Գրիգորյանի նկատմամբ հետապնդում հարուցելու եւ նրան կալանավորման նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալել։ Այսինքն ձերբակալվել է տեղի ունեցավ հարցաքննություն, որից հետո արդեն սպասում ենք նյութերը հակակառավարության դատարան միջնորդություն հարուցելու համար։ Ինչու հիմա։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ հիմա, օրինակ հիմա, երբ սպասվում են Գյումրիում արտահերթ ընտրություններ, որի մասին օրինակ հայտարարվել է վարչապետի կողմից, հիմա, որովհետև օրինակ նախորդ խորհրդարանը այլևս չկա, որովհետև խորհրդարանի պատգամավորները նախին չունեն անձեռնամխելիություն, այսպիսի տարօրինակ զուգադիպություններ, որի մասին, բայց հիմա շատ չեմ ուզում այսպես փակագծեր բացել, դրանց մասին մենք խոսենք դատարանում արդեն։ Հետագա քայլերի մասին եք խոսեք, դուք ինչ եք պատրաստվում անել։ Հետագա քայլերում արդեն պաշտպանություն ենք իրականացնելու, ապացուցելու ենք, որ այս մեղադրանքը բացարձակապես կապ չունի քրեականի հետ, քրեական իրավունքի հետ, բացառապես քաղաքական հետապնդումը, սրան հիմքում նպատակներում դրված է բացառապես քաղաքական նպատակները, որին ուզում է հասնել իշխանությունը, եւ փորձելու ենք այս պայմաններում, իսկ այս պայմանների մասին բոլորդ գիտեք, մեր դատարանների վիճակը, հակակոռուպցիոն կոմիտեն, այս պայմաններում փորձելու ենք իրականացնել արդյունավետ պաշտպանություն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։